Վերջին զանգ հեռուստասերիալում վերջապես տեղի ունեցավ այն պահը, որին սպասում էինք այսքան ժամանակ։ Կայացավ Սոսի ու Միքոյի հանդիպումը։ Սոսը պինդ, ինքնավստահ, լիարժեք վերահսկողության մեջ, իսկ Միքոն շոկի, վախի ու խառնվածության սահմանին։ Անցյալի բոլոր մղձավանջները մի ակնթարթում մարմին առան։ Հենդոն էլ իրավիճակին նոր շերտ է ավելացնում, նշելով, որ Անետն էլ է ամեն ինչից տեղյակ եղել։ Այսինքն Միքոյի համար կա հիմա մեկ կարևոր հարց՝ արդյոք Աննան գիտեր։ Եթե այո, ապա ինչպես կարող էր այդքան տարի ապրել իր կողքին ու լռել։ Բայց ներքուստ նա հավատում է, Աննան չէր կարող, չէր լինի այդքան դավաճան։ Միքոյի ու Հենդոյի պահվածքը Աննային տարօրինակ է թվում։ Ինչ-որ բան է կատարվել, բայց նա դեռ չի հասկանում, թե ինչ։ Իսկ Անետն արդեն գիտի, Սոսը վերադարձել է ու հաստատ հանդիպել Հենդոյին և Միքոյին։ Իսկ Հենրին, մենակ մնալով իր սիրո կորստի հետ, միայն այդ ժամանակ է արժանանում Վիկտորիայի ու Ավագի սիրուն ու հարգանքին։ Նրանք գրկում են նրան, ասում, որ միակ խնդրանքն է, միակ ահաչանքն է երբեք ոչ մի պարագայում չասել ճշմարտությունը Անգելինային։ Հենրին խոստանում է, բայց միաժամանակ նա չի վստահում իր հարազատ հորը, Միքոյին, չի կարողանում հավատալ, որ Անգելինան իր քույրն է, ու միանգամայն ճիշտ է անում։ Հենրին բոլորից գաղտնի ԴՆԹ անալիզ է հանձնում, համոզվելու համար արդյոք իր ու Անգելինայի միջև իրոք կա գենետիկ կապ։ Մի քանի օր անց պատասխանն արդեն նրա ձեռքերում է։ Պատասխանը հստակ է ու անժխտելի։ Անգելինան իր քույրը չէ։ Հենրին ապշած է, ցնցված, բայց միևնույն ժամանակ ազատված ու երջանիկ։ Նրա սերն այլևս խայտառակություն չէ։ Այսուհետ ոչ ոք ու ոչինչ չի կարող կանգնել իր ու Անգելինայի միջև։ Բայց Հենրին որոշում է լռել։ Նախ ուզում է լսել ճշմարտությունը նրանից, ով իրեն այսքան ցավ է պատճառել։ Նա բոլորի ներկայությամբ հարցնում է Միքոյին. «Ինչու խաբեցիր ինձ։ Ինչու ստիպեցիր հրաժարվել իմ սիրուց»։ Միքոն էլ այդ պահին չի իմանում, թե ինչ սուտ հորինի և ասում է, իբր ինքն էլ է խաբվել այդ կնոջ կողմից և մտածել, որ այդ երեխան իրենն է։ Բայց այդ վարկածին արդեն ոչ ոք չի հավատում, ոչ Հենրին, ոչ էլ Աննան։ Վիկտորիան ու Ավագն էլ ԴՆԹ-ի պատասխանից հետո գնում են Միքոյի մոտ բացատրություն պահանջելու, բայց Միքոն հիմա այլ մտքերի մեջ է։ Սոսի վերադարձը նրա գլխին կախված տապանն է, և նա հասկանում է, Սոսը միայն նոր է սկսում և ամեն ինչ դեռ առջևում է, իսկ հաջորդ հարվածը լինելու է Աննան։ Հենց այստեղից էլ սկսվում է Միքոյի ամենամեծ վախը։ Արդյոք նա այսքանից հետո կկարողանա Աննային պահել իր կողքին, երբ Սոսը կրկին վերադարձել է։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Հենրին, երբ իմանա ԴՆԹ-ի անալիզի պատասխանները։ Գրեք մեկնաբանություն։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս մեզ։ Քիչ էի կոմել, բայց կա։ Ինչ։ Ոնց ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսնում եմ։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Թարմա վայ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք երեխեք։ Չորս օրվա է։ Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կարողակ չի երևում։ Սկսած սցենարներս է, Ավագի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց անում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, իմ շորից ոչ մի բան չ։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում, մենք այստեղ եմ սիրուն հատված, մենք ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։
Բացի լը։ Բացի ասում եմ։ Աստորեն դու ես հորս գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ եմ տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում։ Մեր վերջի զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա։ Բագոն վազել է սովորում, որը թե ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ, ով ասում եմ, լավ գնում ես կյանք ողքած։ Ինչով ստոպ չտամ, չտաց։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի վիդեո։ Գնաց։ Ստոպ։ Ստոպ։ Ախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար, ու ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների դասում պոցա։ Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, Որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարապետյան ներվի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ դրանով գնալ ենք մեր ստուդիա։ Ուրա, դուլա նկարում իրապ։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար։ Կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք։